Հաջակցություն Լիդիա Մանթաշյանի գլխավոր դատախազության շենքի դիմաց անժամկետ նստացույց են իրականացնում ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցները։ Անօրինական են համարում Լիդիայի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու դատարանի որոշումը, անմարդկային տեսակցության սահմանափակումները։ Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելու, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով և այդ գործը շինծու գործ է, շինծու մեղադրանք է և ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին։ Պետրոսյանը գլխավոր դատախազությանը հորդորում է աշխատել անաչառ ու փոխել Լիդիայի խափանման միջոցը մինչև դատավճիռ։ Ակցիայի կազմակերպիչը վստահ է, գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս քրեական գործը գնում է քաղաքական հաշվեհարդարի ու եթե մենք պետք է երկրում ճշմարտության մասին շշուկով խոսենք, ուրեմն այս երկիրը գրավել է թշնամու կողմից։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամեիս Աղաբեկյանն էլ վստահ է, որ Մանթաշյանի նկատմամբ նման վերաբերմունքով իշխանությունը փորձում է ցույց տալ, որ հակառակ թևի քաղաքական գործողությունները լրացվում են անկախ սեռից։ Իշխանության կողմից ցույց տալ է, որ մենք կին տղամարդ չենք նայելու, դեռ մի բան էլ թող չմտածեն, որ տենց սեռով պաշտպանված են, ինչ կարող ենք անել, եթե հանկարծ փորձ լինի այդպես օգտագործել նաև կանանց քաղաքական պրոցեսների մեջ։ Այս քրեական գործով անցնում է 17 անց, որոնցից 7-ն իրենց կալանքը կրում են տանը։ Լիդիա Մանթաշյանը սակայն շարունակում է գտնվել կալանավայրում։ Կնոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը առնվազն նաև բարդույթի մասին է խոսում, ցույց տալու համար, որ տեսեք մենք տղամարդ ենք, էլի մենք տղա ենք, կարող ենք նաև այսպես վերաբերվել, որովհետև զրկել ընդհանրապես տեսակցությունից, այսպիսի պայմաններում դնել եւ տղամարդկանց բաց թողնել նույն հոդվածի տակ եւ կնոջը թողնել, կարծում եմ հենց բարդույթի գոյության մասին էլ է խոսում։ 44-օրյայի մասնակից Արման Պետրոսյանը մեկ այլ դատական գործով է անցնում, կարծում է հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ հավատը մարում է, բայց այս գործի արդար լուծման պարագայում այն դրական հետևանք կունենա կառույցի համբավի համար։ Դատական գործով նաև անցնում եմ ես, կալանավորվել եմ այդ դատական բռնաճնշումների հետևանքով, էլի քաղաքական ենթատեքստից ելնելով։ Այս դեպքը կարա իրանց անունը բարձրացնելու նախադեպ լինել, որպեսզի բաց թողեն Լիդիա Մանթաշյանին, ինչ-որ չափով հասարակության շրջանակներում, լայն շրջանակներում նաև վստահություն կունենան արդեն։ Վերջին դատական նիստի ժամանակ էլ Լիդիա Մանթաշյանը ևս մեկ անգամ հայտարարեց, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Դատախազության մոտ նստացույցը շարունակվելու է այնքան, քանի դեռ Մանթաշյանը անազատության մեջ է։